Հալելույա։ Գիտես, չգիտեմ ուր պետք է գնայր, երևի տեսել ես դրան վրա գրածա փակ է, հեգել ես եկեղեցի, բայց գիտես ուզում եմ քեզ քո համար մի հատ կարևոր բան ասեմ։ Տիրոջ դռները քո համար միշտ էլ բաց է։ Ամեն։ Եթե փակեցիր դու ես փակողը, քո պատճառով է փակվելու։ Ամեն։ Ուզում եմ կողքինի տասես քանի դուրը բացա մտի։ Քանի դուրը բացա մտի, քանի դուրը բացա մտի, քանի բժշկության դուրը բացա մտեք, քանի օրնության դռները բացա մտեք, քանի փրկության դռները բացա մտեք, քանի հավիտենականության դռները բացա մտեք, փառք Հիսուսին, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, հզորը մեծամեծ բաներ է անում և սուրբ է նրա անունը, հալելույա, Աչքերդ լայն բաց, հիշում եք, չէ, բաց աչքերի տարյա, աչքերդ բաց, որ այդ դուրը տենաս, ամեն, որ այդ դռան տեղը չկորցնես, գիտես որ դռան մասին եմ խոսում, միակ, հավիտենական, ճշմարտության, Հիսուս Քրիստոսի, ամեն, հալելույա, ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրնի շատ լավ է սարը, որ միացել ես, Կարակ նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ, շնորհակալ եմ փառաբանության թիմ ջան, Տերը ձեզի շատ օրնի, հալելույա, ուրախ ես, որ Տիրոջ տան մեջ ես, ամեն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, պատիվ ունեմ ծառայելու ձեզ այսօր Աստծո խոսքով, մի խոսք կա, որ Տերը դրել է սրտիս, բավականին վերջերս այս խոսքը ծնվե ու շատ արդիական է, գիտեք ես վերջերս պատիվ ունեցա Հայաստան եղնելու, գիտեք չէ, Հայաստան գնալ է դիմդ կարևոր բան է, եթե Հայաստան չես եղե, ոնց որ մեր հովիվ գորն է ասում ու փոքր երեխա ունես, աշխատի շուշուտ գնաս Հայաստան, որ երեխեն իմանա, որ մենք հայ ենք, ամեն, ու գիտեք հետաքրքիր ինչն է, ու երբ որ գնացի Հայաստան, գնալը շատ լավ գնացել եմ, այ մարդ, շատ լավ գնում ես, հա, սենց, շատ հեշտ գնում ես, ու բայց հետ գալը նենց դժվար է մեկ է, Ենք նենց դժվար է մեկ, ասեմ ինչ հետաքրքիր է, որ ուզենամ նեղանամ գնամ, շատ հեշտ կնեղանամ ու կգնամ, բայց գալուց նենց դժվար եմ գալիս, չգիտես ինչի սենց դժվարություններ ա եղնում, գնամ, չգնամ, հիմա ուրիշ բանի մասին եմ ասում, հա սիրելիներս, ու գիտեք ինչ ա տեղ ունենում, հետ ենք գալիս, ու հետ ենք գալիս, ու ընդեղ ով որ Լարսով եկել է, հա, ով որ մեքենայով եկել է Ռուսաստան, որ արդեն Վրաստանի սահմանից դուրս ես գալիս ու պետք է արդեն այդ նեյտրալ տերիտորիա է, դու պետք է գաս Ռուսաստանի սահման, ընդեղ մեքենաների համար սենց հադուկ տեղեր կա դրած, ստեղ մարտատար մեքենաներն է, ստեղ թեթև մարտատար, ընդեղ մարշրուտկեք, չգիտեմ ոնց ասում, 7 տեղանի մեքենաներն են, ընդեղ ավտոբուսներն են, ընդեղ գազել և գրուզավիկ ու այսենց ամեն մի մեքենայի համար ճանապարհ կա, բայց չգիտես ինչի, ամեն ճանապարհներով ոչ մեկ հաշվի չէր առնում, որ ասենք մարդատար մեքենան այսենց պետք է գնա։ Բոլորը սենց տարբեր ճանապարհներ էին ման գալիս ու տարբեր տեղերից մտնում էին, հա, բեռնատարների տեղով այնքան մեքենաներ էին գնում մտել, մանավանդ մեր հայերը։ Ու գիտեք, երբ որ հասան այդ մուտքի մոտ, որ արդեն պետք է այդ շլագբաում, հա, չգիտեմ հայերեն մոռացել եմ, Երբ որ պետք է բացվի ու մտնեն, իրանց չէին թողում, ասում են չէ, հետ դարի ու գնա անդեղից մտի, որտեղից որ պետք է մտներ, ունդե պատմություն է, ընդեղ մի հատ ես իմ չեք պատկերացնում ինչեր տեսա, ինչեր լսեցի, ու մարդիկ չէ մենք ճիշտ ենք, մենք երեխեքի հետ ենք եկել, եւ այլն սենց խոսացին, ու թվում է թե ոչ ես եմ մարդ, ոչ կինս, ոչ երեխեն Ասինքն իրանց մի հատ ուրիշ տեսակ պետք է իրանց հարգես, իրանց պետք է մի ուրիշ տեսակ պատվես, բայց գիտես այդ մարդ ուրիշ բան չէր ասում, ասում էր հիշի որտեղից վայր ընկար և ապաշխարի, հիշի որտեղից ես մտել, հետ գնա նորից արի, հա, ու գիտեք հետաքրքիրը որն է, ու նայում եմ ասեմ Տեր, այն ինչի մասին որ դու ստեղ խոսում ես, քարոզում ես, մենք այդ ամեն ինչը կյանքում տենում ենք, դենցա թե դենց չի
Ինչի մասին որ խոսում է, Աստվածաշունչը ինչի մասին որ խոսում է, դու քո առօրյայում կարաս այնքանը տենց բան տենաս, այնքան նոյի տապան կտենաս, այնքան փակվող ու բացվող դռներ կտենաս, այնքան գնացողներ ու եկողներ կտենաս։ Եվ հետաքրքիրն է, որ երբ որ արդեն մենք պետք է անցնենք, այս զինվորը, որ կանգնած էր արդեն սենց ձերը թափտվեց, ասավ այ մարդ գնացեք, արդեն էլ չեմ էլ ուզում ստուգեմ, հոգնել եմ, ասում անհնար է մարդկանց բացատրեմ, որ գիտես, այս մի ճանապարհն է ճանապարհ։ Ասեմ չես պատկերացնում, նենց եմ քեզ հասկանում, որովհետև ես էլ նույն գործն եմ անում, մարդկանց ասում եմ, մենակ Հիսուսն է փրկիչ, մենակ Հիսուսն է դուռը, ամեն։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Ես ինձանից դենց համարձակություն չունեմ դենց ասելու։ Եթե Աստծուց տրված պատգամ չունենամ, կամ Տիրոջից խոսք չունենամ դենց բան ասելու։ Գիտեք, դուռը մենակ Քրիստոսն է։ Ամեն։ Ուզում եմ մի տեղ կարդամ Աստվածաշնչից։ Եկեք միասին կարդանք։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ, որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ, որովհետեւ ամեն խնդրող առնում է եւ որոնող գտնում է եւ դուռը թակողին ինչ դուռը թակողին կբացվի։ Գիտեք, հստակ գրված է այստեղ, ես չեմ ասում։ Դուռը թակողին կբացվի։ Հիմա ձեզ մի հատ հարց եմ ուզում տամ։ Սիրելիներս, որ դուռն ավելի հեշտ թակել, հարևանի, հիվանդանոցի, չգիտեմ, բարեկամի, քավորի, թե երկնքի։ Որ դուռն ավելի հեշտ թակել, որ դուռն ավելի հեշտ թակել, որ դռնից ավելի կոնկրետ, հստակ պատասխան կամ օրհնություն կստանաս։ Գիտես, երբ որ ես ու դու ճիշտ դուռ չենք թագում ենք հարևանի դուռը, թագում ենք բարեկամի դուռը, թագում ենք, չգիտեմ, տարբեր դռներ, հիվանդանոցի դուռը, չեմ ասում հիվանդանոց մի գնացեք, եթե խնդիր ունես, չէ, մի գնա, երկնքի դուռը թագի դրանով կբավարարվես, չէ, սիրելիս, բժշկությունն էլ է Աստծուց, ամեն։ Ու գիտես, երբ որ դու ճիշտ դռներ չես թագում, երբ որ ճիշտ դռան տեղը չգիտես, ինչ դուր ասես թագում ես, բայց վադը գիտեք որ է, վայ մեզ, որ մենք դռան տեղը գիտենք, բայց ուրիշ դռներ ենք թագում։ Ես ու դու դռան տեղերը գիտենք, ես ու դու գիտենք ինչ դռներ պետք է թագենք, բայց չգիտես ինչի մենք ուրիշ դուռ ենք թագում, ուրիշ դռներ ենք թագում։ Այսօր գիտեք ինչ են ոնց են վերնագրել այսօրվա խոսքը, դռան ետևում։ Դռան ետևում։ Ուրեմն պատկերացրեք մի տեսարան 21-րդ դարում հիմա այս ժամանակում որևիցե մեկը տաբան է կառուցում։ Նոյի տաբանը 21-րդ դարում հիմա այս ժամանակում մեկը Աստծուց խոսք է ստացել, որ պետք է այդ տաբանը կառուցի։ Ու գիտես բոլորը կնային ու կծիծաղեն, կասեն այն եպեր եղբայրերի Նոյի ժամանակներում էր որ մարդիկ հլանձրև չեն տեսել, հիմա դու ասում ես տաբան կառուցենք, չգիտեմ ես անենք, մարդիկ արդեն սուզանավեր են կառուցել, չգիտեմ ավելի ուժեղ բաներ են կառուցել, բայց դու ասում ես տաբան կառուցի։ Բայց գիտես, երբ որ Տերը քեզ ասում է տաբան կառուցի, որովհետև ես իմ ժողովրդին հավաքելու եմ դուռն էլ ես եմ փակելու, դու պետք է դենց անես։ Երբ որ Տերը խոսում է քո հետ ու քեզ ասում է, որ դու ժամանակն է տաբան կառուցելու, սա գիտեք ինչի մասն եմ ասում։ Եկեղեցին Քրիստոսի հարսն է, ու երբ որ դու մի բան պատկերացրու, եկեղեցու դռները բոլորի համար բաց է, մինչև գիտեք երբ, մինչև Փեսայի գալուստը։ Մինչև Փեսայի գալուստը ասում է, բայց երբ որ Փեսան կգա, դռները կփակվեն։ Հենց Փեսան եկավ, դռները կփակվեն։ 10 հնգերուի կային, մեկը մեկից լավ, մեկը մեկից անարատ։ Ընդհանրապես ոչ մեկի հետ շփված չկային, դաժե հեռախոսով, ոչ մեկի հետ չէին շփվել, ոչ մեկին իսկի բարև տված է չկային, այդտենց անարատ ու սուրբ ապրել էին։ Բայց գիտես Աստվածաշունչը իրանց մասին ինչ ասում, 5-ը իմաստուն էին, 5-ը հիմար։ Տեսեք Աստծո խոսքը ինչ ասում, Մատթեոս 25-րդ գլուխ առաջին խոսքից, եկեք միասին կարդանք։ Այն ժամանակ
կնմանացնեմ երկնքի արքայությունը 10 կույսերի, որ իրենց լապտերները վեր առան եւ դուրս եկան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին եւ 5-ը հիմար։ Այն հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձեթ վեր չառան իրենց հետ, սակայն իմաստունները իրենց ամաններին ձեթ վեր առան իրենց լապտերների հետ մեկտեղ։ Եվ երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցան եւ քնեցին։ Արեք ստեղ իրար հետ կանգ առնենք։ Տեսեք Աստծո խոսքը ինչ ձևա ներկայացնում, նկարագրում մարդկանց, իր ժողովուրդն են։ Ասում է, տես, թվում է թե նույն ձևի ապրում էին իրանք։ Նույն ձևի իրանք ապրում էին, անարատ ապրում էին։ Կույսերի մասին է խոսում, անարատ ապրում էին, ճիշտ էին ապրում, բայց այն 5-ը խնդիր ունեին։ Լապտերները վերցել էին, հրեսա մեր Տիրոջ լույսը կա, ես մի անգամ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունել եմ ու վերջ։ Եվ օծության տակից դուրս էին եկել։ Ասում է ձեթ չկար, օծություն չկար իրանց վրա։ Ու գիտեք շարունակությունը ինչ ասում, կներեք։ Ասում է, երբ որ Փեսան ուշացավ, բոլորն էլ քնեցին։ Գիտես, ուզում եմ քեզ մի բան ասեմ, քո կյանքում կարա իրավիճակ եղնի, որ դու թմրես, որ դու կանգ առնես, որ դու չկարենաս առաջ կանգնես, որ դա քեզի խանգարի տեղաշարժ եղնելու կամ ինչ-որ հոգևոր առաջընթաց ունենալու, բայց մի հատ կարևոր բան կա սրա մեջ, թե իմաստունների ու հիմարների մեջ, երբ որ ասում է ձայն լսեցին կես գիշերին արթնացան, իրանց հետ բան ունեին արած, հիմա ձեթ ունեին վեր առած, հիմարություն չէին արել։ Գիտես ինչ ուզում է քո կյանքում եղնի, ինչ հարձակում ուզում է քո կյանքում գա սիրելիս, ինչի մեջով ուզում է անցնելուց եղնես, մի հատ կարևոր բան պետք է հիշես դու, որ մի օր Փեսան գալու է, ու այս ամեն ինչի վերջը գալու է։ Ու շարունակության մեջ ասում է եւ կես գիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է։ Ահա քո խնդիրի լուծումը գալիս է։ Ահա բժշկությունդ գալիս է, ահա օրհնությունդ գալիս է, ահա փրկությունդ գալիս է, ահա Փեսացուդ գալիս է։ Ու գիտեք հետաքրքիրն ինչ է։ Դուրս եկեք նրան դիմավորելու։ Այն ժամանակ ամեն կույսեր վեր կացան եւ իրենց լապտերները պատրաստեցին, բայց հիմարները ասեցին իմաստուններին. տվեք մեզ ձեր յուղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։ Բրձավ լապտերները ահանգչում են, այդ առաջին բոցն է, էլի սիրելիս, այն առաջի բոցն է, որ դու եկել ես, ապաշխարել ես, Տերը կբել է, ու քեզ ասում են շատ լավ է, դու շարունակի գալ, շարունակի լցվել, չէ, ես սենց եմ անում, ճիշտը սենց է, ասում են եղբայր, քույր, դենց չի, ճիշտը Քրիստոսն է, Քրիստոսով պետք է անես, Աստծո խոսքով պետք է անես, չէ, ես սենց եմ անում։ Ու գիտեք սենց եմ անում, մի բառով ասած, հիմարություն եմ անում։ Երբ որ արդեն Փեսան գալիս, ասում է, իրանք ելան ասին, այս կրագը, այսի մեջի կրագը, ոնց որ վարվում է, հանգչում է, այլ չկա, ձեթ չկա, գիտեք ինչի, սնունդ չկա, ճիշտ տեղից չես սնվում։ Խելքը չգիտեմ ինչերին ես տալիս, YouTube-ին կամ չգիտեմ, այսօր գիտեք այնքան հետաքրքիր է, զգուշացնում եմ նաև համացանցով նայողներին, որպես զգուշացում եմ անում, կընտունես չես ընտունի քո գործն է, գիտես սիրելիս, այսօր համացանցը լցված է արհեստական բանականության քարոզներով, սխալ ուսմունքներով, վերցնում են քարոզիչներին, հեղինակավոր քարոզիչներին, նույնիսկ այն քարոզիչներին, ովքեր որ արդեն մահացե գնացել են, իրան գոյություն չունեն, ու իրանց քարոզները ներկայացնում են, այնց տեսանկյունից են ներկայացնում, եթե հոգևոր սնված չեղնես, Քրիստոսի հետ երկինքի հետ կապ չունենաս, Աստծո խոսքի մեջ չեղնես, այնքան հեշտ կշեղվես։ Այնքան հեշտ կշեղվես, որովհետև այնց հավեսով, համու հոդով են քեզի տալիս, որ ասում ես, հա էլի, բայց հա էլի չի։ Աստծո խոսքին չի համապատասխանում։ Ու այս կույսերը, որոնք որ հելել էին, չգիտեմ ում խելքին էին հինգն էլ բան չէին վերցրել, իրանց հետ ձեթ չէին վերցրել։ Ու եկավ ժամանակը, որ իրանց կրակը հանգչում է արդեն, լապտերը հանգչում է։ Սարսափելին դեր արչևում է։ Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. միգուցե մեզ ու ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ է գնացեք ծախողների մոտ եւ գնեցեք ձեր համար։ Եվ երբ որ նրանք
Գնացին գնելու, Փեսան եկավ եւ պատրաստները, ասա պատրաստները, նրա հետ հարսանիքի մտան, ուր մտան, հարսանիքի եւ դուռը փակվեցավ։ Ոստեղ կինոն սկսվում է։ Եվ հետո այն մյուս կույսերն էլ եկան եւ ասեցին. Տեր, բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես չեմ ճանաչում ձեզ։ Արտուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օր, ոչ ժամ, որ նրանում մարդի որդին կգա, փառք Հիսուսին։ Սելիս այնքան հետաքրքիր է, հիմա հարց եմ ուզում տամ, ով էր մեղավոր, որ իրանց առաջ դուռը փակվեց, ով էր դրանում մեղավոր, ով իմաստունները, թե Հիսուսը, թե այն ձեն տվողը, հələ զարթնի, ով էր մեղավոր, որ այդ հինգի մասին, որ գրված է, որ իրանք դենց է չկարեցան այդ հարսանիքին մտնեն, ով էր դրա մեղավորը, ինչ ունի իմ ու քո հավատացյալ, չակերտավոր, հավատացյալ եղնելը, եթե մենք Քրիստոսի հետևից չենք գնում, եթե մեր սպասումը Քրիստոսին ու Քրիստոսը չի։ Գիտես հետաքրքիր ինչն է, սիրելիներս, դու պատկերացնում ես սարսափելի տեսարան, Փեսան գա ու ասի, ես ձեզ չեմ ճանաչում։ Սիրում եմ այդ բառը Աստվածաշնչից, ինքը մի բառ է, բայց մեծ իմաստ ունի, որը որ կոչվում է թեկեղ։ Երբ որ Մարգարեությունում գրված ասում է մի հատ մատ երևաց, ունդ է падին գրեց, ման է, թեկեղ փարսի։ Ու երբ որ հասնում է թեկեղ բառին, ասում է կշռվեցար եւ թեթև գտնվեցար։ Վային ու քեզ, եթե կշռվենք եւ թեթև գտնվենք։ Հալելույա։ Դու ինչ որ բան ստանում ես։ Մատթեոս 7-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Նեղ դռնովը ներս մտեք, որովհետև լավ է դուռը եւ ընտարցակ ճանապարհը, լայն է դուռը եւ ընտարցակ ճանապարհը, որ կորուստման է տանում։ Եվ շատերն են նրանով գնացողները։ Քան նեղ է դուռը եւ նեղված ճանապարհը, որ տանում է կյանք, եւ քչերն են նրան գտնողները։ Հալելույա։ Սերնես, այստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս ինձ ու քեզ ասում է այն լայն դուռը որ կա, այն ալտերնատիվա ճանապարհը, որ ես սենց է կարամ գնամ, չէ, էս էլ է ճիշտ, այն էլ է ճիշտ, չգիտեմ, էս կրոնն էլ է ճիշտ, էս ուսմունքն էլ է ճիշտ, այսօր աշխարհը լցված է հիմար կործանիչ վարդապետություններով, ամենայն պատասխանատվությունով եմ ասում։ Ու մարդիկ ասում են, սենց էլ գնամ լավ է, նենց էլ գնամ լավ է։ Ես հիշում եմ, եղբայրներից մեկը վկայում էր, որ հանդիպել է տարբեր կրոնների, տարբեր ուսմունքների, ծառայողների հետ ու ասում է, նայ, պատկերացրու, հիմա էսի սարն է, ասենք հիմա տեսեք, այս սարի գագաթին տերն է, ասում է, դե մենք սենց ենք գնում, դուք սենց եք գնում, չգիտեմ, նրանք սենց են գալիս, մուսուլմանները սենց են գալի, բուդդիստները սենց, բայց բոլորս միտեղ են գնում, ու այս եղբայրը, գիտեք, Փառք Հիսուսին իր համար ասում է, գիտես եղբայր, իմ Աստվածաշունչը ասում է, մինչև այդ ինձանից առաջ ով որ եկել է գող ու ավազակ է, որովհետև ես եմ դուռը, ու այդ ասողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հալելույա։ Հալելույա։ Քաղցր ու զորավոր է մեր Աստված։ Հալելույա։ Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ։ Մինչև այս խոսքը կկարդանք սիրելիներս, կուզեմ մի հատ երազի մասին պատմեմ։ Երկար տարիներ առաջ եմ այդ երազը տեսել։ Մի շատ հետաքրքիր ու սարսափելի երազ։ Ու գիտեք, այդ երազի մեջ մենք կայինք ընտանիքով ու շատ սարսափելի էր այդ երազը։ Երբ որ մենք սկսել էինք, Հովիվ սկսել էր բիֆրի դասընթաց, այսինքն եղիր ազատ, որը որ թարգմանվում է եղիր ազատ, ու մենք ազատագրման ծառայության դասընթացներ էինք անցնում ու մենք Տերը հրաշքներ էր անում, ազատագրում, բժշկություն, ու գիտեք, մի երկու հետաքրքիր բան տեղ ունեցավ իմ հետ։ Մի երկու հոգու համար աղոթեցի, ազատագրվում էին։ Ասի Կարեն, կրասավչիկ, դե քեզ տենամ։ Ու գիտեք, մի օր երազ եմ տենում, սարսափելի երազ։
Ու ես տենում եմ ռեալ սատանային, ինքը ուտոտնուգի պես է, ներքև ուտոտնուգա, վերև եմ այդ զզվելի տեսք ունեցող, ու գիտեք ինքը հազարավոր ոտեր ուներ։ Ու հենց ես փորձում է իր հետ կռվել, ու գիտեք մի օր ուղղակի խելքից դուրս, մի հատ խելքից դուրս բան է արել։ Մի քաղաքում, որտեղ որ իշխում էր նարկոտիկի տակ կոնտրոլ պայող դևը, որ այդ քաղաքը ինքն էր կոնտրոլի տակ պայում։ Ես լինելով մադղաշ, նորաթուխ հավատացյալ, որոշել էի այդ դևին ասեի արի ածինածին։ Ես քո դեմ եմ կանգնում, ես քո դեմ եմ պայքարում, պատկերացրու մի մեծ առելի քաղաք ինքը կոնտրոլի տակ է պայում։ Ու գիտեք, մի ամիս էս դևը ինձ այնքան էր տանջում։ Այնքան ամեն գիշեր ես քրդնած զարթնում էի։ Գիտեք խի, սելիս երբ որ հոգևոր քաշ չունես, երբ որ դու հələ այդտեղ չես ասե, այդ քաշը չունես, հələ այդ գինը չես վճարե, խելքից դուրս այդպես բաներ մի ասա, էլի։ Մի հատ կարևոր բան կա, մի հատ կարևոր դուր կա։ Էդի ծածուկ սենյակի դուրն է, մտի մի հատ քո ծածուկ սենյակ, հələ դուրդ փակ, ու մի հատ հələ տես դու ով ես Տիրոջ համար։ Դու ով ես Տիրոջ համար։ Ոչ թե ասենք Տերը քեզի կանչում է ծածուկ սենյակ, դու սենց դուրը փակում ես, ասում ես ես ընդ գործ ունեմ։ Դևին ածին եմ կանչե։ Դու առանց Տիրոջ որ գնաս, քեզի հում կուլ կտան։ Հոգևոր բան եմ ասում։ Հոգևոր բան եմ ասում։ Ոչ մի բան չես կարող անես առանց Տիրոջ որ գնաս։ Ու մի հատ սարսափելի բան տեղ ունեցավ, սերներս։ Տեսիլքի մեջ երաս տեսիլ կա, ու ես վերցնում եմ իմ կնոջը ու վազում մեր Մոսկվայի տապանը։ Հասկանում եմ ուր եմ գնում։ Որ մտնում եմ տապան, դուրը փակվում է իմ հետևից։ Փակողը Տերն է։ Գիտես ով էր փակում, հովիվս։ Տերը դուրը փակեց։ Այդտեղ մի հատ տարածք կա, երբ որ դուրը փակում է, չարը չի կարա ներս մտնի։ Հասկանում եք։ Ու մի բան է տեղ ունենում։ Եղբայրները սենց սուրերը հանած, հելել էին։ Ու գիտեք ինչ է, սենց այդ դևը, այդ ուտոտնուկա, սենց մանր ոտները տալիս էր, ինքը սենց զզվելի կենտանի է։ Իմացի սատանան զզվել է, ինքը պատրաստ է իր մի քանիսին ասենց վարիտա, բայց քեզի սպանի, քեզի գողանա։ Ասես մի քանի հատ դες մանր դևերի թրերով ոտները թրերով կտրում էին, ու հենց մի քիչ հովից հեռվանում, գիտեք ինչ էր անում, այսպես այն մյուս հաստ ոտերը պահում էր այդ ուտնոտուկը ու եղբայրներին հզսելով կուլ էր տալիս։ Այդ երազ եղել է մարգարեական երազ։ Մարգարեական երազ։ Հաջորդ երազը, որ ես տեսա, ճանապարհով գնում ենք, նեղ, դժվար, չգիտեմ ինչ մի հատ ես այնպես ճանապարհ, որ երբեք չեմ ուզենա այդ ճանապարհով գնամ։ Ու գիտեք ինչ է տեղ ունենում։ Նայում եմ եղբայրներին, ծառների վրայով, այն Մաուգլու պես, Տարզանի պես, այս ծառից այն ծառ են թռնում, սարերի վրայով, ամեն տեղը գալիս են։ Բայց ասես նայում եմ հովին, հովը հանգիստ գնում է, ես էլ իր հետևից։ Ասում եթե հովը սենց է գնում, ուրեմն ես հաստատ պետք է իր հետևից գնամ։ Ու գիտեք, երբ որ եկանք հասանք մի տեղ, էլ ոչ ծառ կար, ոչ հով կար, ու մի հատ այլանդակ արև, որը որ նենց էր վառում, որ մարդիկ հալվում էին։ Ու բոլոր այն սարերով, ծառերով գնացողները չէին կարել միանային այն ճանապարհին, որը որ մենք էին գնում։ Ու բոլորը գոռում էին, փրկի, բայց գիտեք հետաքրքիր ինչն էր։ Էլ ոչ մի փրկում չկար։ Հիմա հատ հարց ով էր մեղավոր, որ իրանք որոշել էին ծառներով գնային։ Ով է մեղավոր, որ որոշել էին սարերով գնային։ Չէին ուզում այդ նեղ սենց ճանապարհով անցնել, որտեղ իրանց դուր չի գալիս, որտեղ իրանց թվում էր թե իրանք ավելի բարձր են, քան Աստված, երբ որ Աստված քեզի ձորի մեջով է տանում ու քո առաջով գնում է, այդ մարդը մտածում է, «Իխի եմ ձորի մեջով գնում»։ Այ մարդ, փոթորիկի մեջ եղնեմ, Տիրոջ հետ եղնեմ, գուզե փոթորիկ եղնի, ինչ ուզում է եղնի։ Մենակ Տիրոջ հետ եղնեմ։ Մենակ Տիրոջ նավի մեջ եղնեմ, Տեր իմ նավի մեջ եղնի։ Փոթորիկ չէ ինչ ուզում է եղնի։ Հալելույա։ Դուրը փակվեց, ու այդ եղբայրների համար է դուրը փակվեց։ Սելիս, հիմա պատկերացրու մի իրավիճակ։ Մի հատ երազանք ունես։ Երազանքդ խոստմունքի երկիր մտնելն է։ Երազանքդ երկինք հասնելն է։ Ամեն։ Մարդ կա որ չի երազում երկինք հասնելու։
Երազում ենք, չէ՞ որ երկինք հասնենք, այնց ապրենք, որ երկինք հասնենք։ Բայց գիտես, դու կարաս այնց ապրես, որ այդ քո համար այնց պրոստը երազանք չմնա։ Թե չէ այնց երազանք է մնալու է։ Ուրեմն եղբայրներից մեկը իրան կոնկրետ առաջադրանք կար տրված, որ ժողովրդին տանի խոստմունքի երկիր։ Պատկերացնում ես, ժողովրդին պետք է տանի խոստմունքի երկիր։ Ժողովրդին պետք է տանի խոստմունքի երկիր, ու գիտեք ինչ է տեղի ունենում։ Որոշումը ինքը ավելի լավ գիտի, քան թե Աստծո խոսքը։ Աստված ամեն ինչ խոսքով արավ։ Ուժով ոչ մի բան չի անում։ Ուշադիր ես, ոչ մի բան ուժով չի անում, ամեն ինչ խոսքով արավ։ Ինչ ասեց, ամեն արարչություն իր խոսքով է։ Խոսեց, եղավ, խոսեց, եղավ, խոսեց, եղավ։ Մովսեսին էլ խոսալու իշխանություն էր տվել, որ խոսա, ժայռից ջուր գա, ուշադիր ես։ Ասում այն իշխանությունը, որ ես ունեմ, որ ես խոսում եմ, բան է փոխվում։ Հիմա այդ իշխանությունը տալիս եմ քեզ, որ դու խոսաս ու բան փոխվի։ Բայց Մովսեսը որոշեց չխոսա ու խփի։ Գիտեք ինչ եղավ։ Հենց Մովսեսը խփեց, դուռը փակվեց։ Ու դենց էլ Մովսեսը Քանանի երկիր չմտավ։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Հալելույա։ Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ 22-րդ խոսքից։ Այստեղ մենք անցած թե նախանցած ծառայությանն ենք կարդացել։ Եվ ման էր գալիս քաղաքները եւ գյուղերը եւ սովորեցնում էր, ճանապարհ ընկած գնում էր դեպի Երուսաղեմ։ Եվ մեկը ասեց նրան. «Տեր, միթե քիչ են փրկվողները»։ Նա էլ ասեց նրանց. «Քիչ են փրկվողները։ Խի ուրիշ տեղ ուսմունք չկա, խի ուրիշ տեղ սենց չկա, խի սրանք դու Աստծուն չեն հավատում, խի այս կրոնը Աստծուն չի պաշտում, չգիտեմ այս այնքան սենց բաներ եմ լսում, զարմանում եմ, ասում եմ հետաքրքիր, այլի կենտանի Աստծո խոսքը թողած, կենտանի եկեղեցին թողած, ընկել ենք, չգիտեմ ինչի մեջ, չի հերիկում։ Եթե ինչ որ պագաս է, լավ չես սնվում, եկեղեցուց լավ սնունդ չես տանում, ամենաուժեղ սնվելու տեղը Աստծո խոսքն է։ Բաց Աստվածաշունչ կարտա։ Այ որ ստեղ կարտաս չես շեղվի։ Այ որ ստեղ կարտաս չես շեղվի, բայց որ ստեղից ինչ որ մի հատ բան պոգես հանես, այստեղից ինչ որ մի բան, ընդհանուրից ինչ որ մի հատ բան հանես, շեղվելու ես։ Ու ես մի եղբայր ասում եմ, խի քիչ են փրկվածները։ Խի քիչ են։ Նա էլ նրանց ասեց. Ջանք արեք, որ նեղ դռնովը ներս մտնեք, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանա։ Նրանից հետո, որ տան տերը կելնի դուռը կփակե, այ մարդ ով է փակում։ Տան տերը, ես չեմ փակում, տան տերն է փակում։ Գիտես, ելս ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ։ Քո առաջ հազարա դուռ կարան փակեն, բայց իմացի, միշտ էլ Աստված քո համար բաց դուռ ունի։ Բայց եթե հանգարց տերը փակեց, ով է բացելու։ Ասենք ու տերը փակեց, տապանի դուռը, նոյան տապանի դուռը տերն է փակեց, սիրելիս։ Հասկանում եք։ Ու պատճառը, որ մեր առաջ տերը դուռը փակում, մենք ենք, ուրիշներին արեք ման չգանք, ինչի է մեր առաջ այս դռները փակվե։ Տերն է փակում, քո պատճառով։ Եվ ասում եմ, երբ որ շուտով դուռը կփակե, տան տերը կելնի եւ դուռը կփակե եւ կասեք դուրսը կանգնած, կսկսեք դուրսը կանգնել եւ դուռը թակել եւ ասել. Տեր, բաց մեզ, եւ նա կպատասխանե եւ կասե ձեզ. չեմ ճանաչում ձեզ, թե ինչ տեղից եք։ Այն ժամանակ կասեք, ու կինոն կսկսվի, ու դուք կսկսեք ձեր մեդալներով պարզենալը։ Կասեք այն ժամանակ. մենք քո առաջին կերանք եւ խմեցինք, եւ դու մեր հրապարակներում սովորեցնում էր, եւ ես կասեմ, ասում եմ ձեզ, ես չեմ ճանաչում ձեզ, թե ինչ տեղից եք, հեռու կացեք ինձանից բոլոր անիրավություն գործողներ, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճկրտոցը, հալելույա։ Եվ երբ որ Աբրահամին
եւ Իսահակին եւ Հակոբի եւ բոլոր մարգաներին Աստծո արքայության մեջ, տեսնեք Աստծո արքայության մեջ, իսկ ձեզ դուրսը հանած։ Ուրդեղ դրան հետևում։ Այդ ինչ սարսափելի տեղ է այդ դրան հետևը։ Մի վկայություն եմ ուզում պատմեմ։ Մի օր տեղ է գնաց է ծառայության բերումով, շատ ուշ եկա տուն, շատ ուշ, ես են կնոջս միշտ ասում եմ, դուրը կփակես, շատ ուշ եկա տուն ու հասկացա մի հատ կարևոր բան, որ ոչ տան բալանի կա մոդս, ոչ է պատիեզդի, տերեխեն էլ որ փոքր էր, կինս էլ հեռախոսը անջադ է ու ցուրտ, ու ես դրան հետևն եմ, հիմա մրսում եմ, կարամ գնամ մեքենան, բայց մրսում եմ, ու մի հատ տերը նենց հետաքրքիր հայտնություն տվեց, -10-ա, ուղղակի մրսում ես, գիտես խի, որտև դրան հետևն ես, որտև դու պետք է ժամանակին տուն նեղներ, դու տունը չեր ու ես դուրը քո առաջ փակվել է, -10-ա դու ուղղակի մրսում ես, էսի փրկության դուրը չի, դեր, փակվե, չգիտես էլ չգիտեմ ում համար եմ ասում, միգուցե դալիճում, միգուցե համացանցով դիտողներին, ուզում մի հատ կարևոր բան ասեմ, մարդը չի տենում, մարդը չի լսում, բայց Աստված տենում ու լսում է, մարդը չի տենում, մարդը չի լսում, բայց Աստված տեսավ և լսեց, գիտես շատերի համար, այսօր միգուցե վերջին շանսն եղնի ապաշխարության, որովհետև վաղը կարող է դուրը քո առաջ փակվի։ Հալելույա։ Երբ որ բան են խոսում, գիտես, քո ականջը կարա չլսի, քո աչքերը կարա չտենա, բայց Տիրոջ ականջից ու աչքերից չի վրիպում։ Ու հետո կասես, այս դուրը խի իմ առաջ փակվեց։ Հալելույա։ Շնորհակալ եմ Տեր։ Հովհաննես Ավետարան 10-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Հիսուսն էլ դարձյալ նրանց ասեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ես եմ ոչխարանց դուռը, ամեկ որ ինձանից առաջ եկան, գողեր էին եւ ավազակներ, եւ ոչխարներն էլ նրանց չլսեցին։ Ես եմ դուռը, եթե մեկը ինձանով ներս մտնի, կապրի, եւ ման կգա եւ դուրս կգա եւ արոտ կգտնի։ Հալելույա։ Հալելույա։ Հիշում եմ մեր եղբոր ասածը։ Ուր ուզում ես գնա, գնասե, չգնասե, հրապարակը ընդեղ, ամեն։ Գնասե, չգնասե, հրապարակը ընդեղ, համաձայն եղնես, չեղնես, Քրիստոսն է դուռը, Հիսուսն է փրկիչը, մեր Տերն է Տեր, մեր Աստվածն է Աստված, էլիս, դու համաձայն եղնես, թե չեղնես։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, ինձանից առաջ ովքեր որ եկել են, իրանք գողեր են եւ ավազակներ։ Բայց ասում է ինձանով ներս մտնողը համ կմտնի, համ կհելնի, արոտ կգտնի, իր համար ընդ բարենպաստ պայմաններ կեղնի։ Տեր այդ բարենպաստ պայմանները ստեղծում է։ Սելիս, հիմա հարց եմ ուզում տամ։ Լավ, եթե դուռը փակվում, ով է մեղավոր։ Ուզում եմ քեզ մի հատ կարևոր բան ասեմ։ Մարդը կարա սխալվի։ Ուշադիր ես, մարդը կարա սխալվի ու ինչ որ քեզի սխալ բանի համար գործից հանի։ Բայց երկինքը ու մեր Տեր Աստված երբեք չի սխալվում։ Դու ինչ որ բան ստանում ես, հալելույա։ Հայտնություն 3-րդ գլուխ։ Ահա ես դրան առաջ կանգնած եմ եւ թակում եմ։ Տերն է ասում։ Այսօր ես դրան առաջ կանգնած թակում եմ։ Եթե մեկը
Լսե իմ ձայնը եւ դուրը բանա, կմտնեմ նրա մոտ եւ ընտրիկ կանեմ նրա հետ եւ նա էլ ինձ հետ։ Ով որ հաղթե կմտնի կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռի վրա։ Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Հալելույա։ Արի ոտի կանգնենք։ Իսկ խնդրեմ փառաբանության թիմը գա։ Հալելույա։ Հալելույա։ Այսօր գիտես, ծառայությունից առաջ առավոտ որ վեր կացան առայն ասում եմ գնամ խոսքը պատրաստեմ ու ուզում եի նույնիսկ տնից գնայի որ տիրոջ հետ ժամանակ անցկացնեի որտեվ երեխեն վազում է չես կարում հնարավոր չի ու գիտես նենց հետաքրքիր բան եղավ նենց հրաշք տեղ ունեցավ ժողովուրդ ջան երեխեն քնեց ու գիտես ժամանակ ունեմ Աստծո հետ շփվելու ու խոսքն եմ պատրաստում ու մի հատ sense հետաքրքիր բան տվեց, Տերը մի հատ հետաքրքիր բան տվեց։ Հիմա որ այս սենյակի դուռը փակես, քո երեխեն կարա բացի։ Հաստատ չի կարա։ Այս սենյակի դուռը եթե ես մեր տան սենյակի դուռն ենցա, որ եթե ես փակեմ, ինքը հաստատ չի կարա բացի։ Ասում եմ, բայց եթե քամին այս դուռը փակի, եթե քամին փակի, ու քո երեխեն ներսից ձեն տա, դու կվազես կբացես, ճիշտ է։ Սելիս եթե քամին քո երեխու առաջ իրավիճակները կյանքը քո առաջ դռները փակի ու դու թագես դուռը կբացվի կանչեք Աստված կպատասխանի Սելիս ես չեմ ասում Աստծո խոսքն ասում արեք մի հատ իրար հետ կարտանք որովհետև ամեն խնդրող առնում է որոնող գտնում է եւ դուռը թագողին կբացվի Ասենք մի հատ վատ մարդ է գալի տունդ ու դուռը թագում է դու չես բացում գիտես ով է ինչի համար է գալիս դու չես բացում բայց որ այդ վատ մարդը գնա փերգության դուռը թագի երկնքի դուռը թագի ասի օգնի ինձի փոխվեմ Տերը կբացի կասի արի Քո առաջ դուռ փագի մարդը Տերը կբացի եթե մարդն է փագում Աշխարհը ինչ դուր ուզում է քո առաջ փագի, իմացի Տերը միշտ քո համար հավիտենականության ու փրկության դռները բաց պայում է։ Բայց Աստծո խոսքը ասում է ոչ մեկ չգիտի ժամերն ու ժամանակները։ Մի վկայություն կա հրաշքի, բժշկության վկայություն։ Մեր քուրիկը հիմա այսօր դալիճում չի, բայց խոսքը իր ընտանիքի իր տան մեջ տեղ ունեցած հրաշքի մասին է։ Մեր եկեղեցու քուրիկներից մեկ երեխան ողնաշարի շատ ծանր խնդիր ուներ, շատ ծանր խնդիր։ Ողնաշարը ահավոր ծռված էր։ Ու գիտես ամեն դուր թագել էր։ Բացի նրանից, որ ինքը հավատում է, ինքը աղոթում է, ամեն դուր թագել էր։ Բժիշկների ու բժիշկները տարբեր բաներ էին ասել, չի եղնի, չի բուժվի, սա չգիտեմ ինչ է։ Ու քուրիկը գրեց, երբ որ մենք եկանք, քուրիկը գրեց, մենք պայմանավորվեցինք ու ընտանիքով գնացինք երեխու համար աղոթելու։ Մինչև երեխեն վերևից իջնելը ուղղակի չեք պատկերացնում ինչ հոգևոր պատերազմ էր գնում, դևերի ինչ ձև էին հարձակվել, տարբեր կողմից ու ոչ մենակ այդ երեխու, այլ այդ ընտանիքի վրա։ Ու ես աղոթում եմ, կինս հասկացավ, որ ստե հոգևոր լուրջ պատերազմ է գնում ու մենք միաբանվեցինք ու սկսեցինք իրար հետ աղոթել ու գիտես ասեցի հիմա թող այդ երեխեն գա։ Ու այդ երեխեն մինչև իջնել արդեն իր մոտ ահավոր բաներ էր կատարվում։ Հոգևոր աշխարհը խառնվել էր իրար, դիվային աշխարհը, ներողություն։ Ու երեխեն եկավ, որ կանգնես նայում ես իրան ու հասկանում ես, որ
իրականում երևում է, որ մյուսը բարձր է, մյուսը բարձր, մյուսը ցածր, թեքված, ծուր է, ու հենց որ աղոթեցի Աստծո զորավոր ներկայությունը վերապրել է մեծ պահին, ու ոչ մենակ ես բոլորը։ Ու գիտեք, անցավ շատ կարճ ժամանակ, ողնաշարը ծուր էր, ու կինը մեր Հայաստան գնալուց առաջ այստեղ այդ նկարը մեզ ուղարկեց։ Հիմա կխնդրեմ այդ նկարը մի հատ էկրանի վրա ցույց տաք։ Ուշադիր նայեք սերներս, այս կողմը ինձանից ձախ, ողնաշարը իրա ծուր է, եթե նայեք ուշադիր կտենաք, ողնաշարը ծուր է, աջ կողմը արդեն աղոթքի պատասխանն է, ողնաշարը դզվում է, փառք Հիսուսին, հալելույա, հալելույա, Հալելույա։ Սիրելիս, ինչ դուր ես թագում, որ դրան հետևն ես դու։ Մի վկայություն է պատմեմ ու կերպ աղոթք կանենք իրար հետ։ Մեր եղբայրներից այստեղ հիմա մարդ կա, Եվ այս բավականին վերջերս եմ իր այդ ծանոթացել, մի հրաշալի Աստծո անձնավորություն։ Ու մի օր նստած իրանց մոտ, որտեղ որ ես ժամանակ առ ժամանակ հաճախում եմ, իրանց մոտ նստած իր այդ շփվում ենք ու ասեց, որ հայրը քաղցկեղով հիվանդ է։ Ու ասավ, եթե հնարավոր է գնանք իր համար աղոթենք, ասի խնդրի չկա, գնանք աղոթենք։ Ու գիտեք, երբ որ գնացի այդ մարդուն տեսա, այնքան հարազատ էր ինձ թվաց, ոնց որ հարազատ պապի սեղներ։ Մի քանի տեղ դաժե շեշտել եմ, այնքան հարազատ էր, որ ես ծնգեցի ու գիտեք ինչ եմ ասել եմ հայերեն եմ աղոթելու։ Ռուսերեն բառապաշարս այդքան չի երիկում, ես հայերեն պետք է աղոթեմ։ Ու ծնգեցի, եղբոր համար սկսեցի աղոթել է։ Գրգել եմ նենց հարազատի նման, ու նենց սրդացավ, նենց սիրով իր համար աղոթում եմ, գիտեք մի բան է տեղ ունենում, Աստծո ներկայությունը գալիս է տեղ, որտեղ որ սեր կա, սելիս, որտեղ որ Տերն է, չի կարա բան չփոխվի։ Ու երբ որ արդեն ես հետ եկա, եղբայրը ինձ ասեց, կարող եմ իմ մեքենայի բալանիներն ու իմ շորը մնացել է քո մեքենայի մեջ, ասեցի չէ, ասավ լավ, ուրեմն տունն եմ թողա, երբ որ հետ է գնում, տենում է հայրը հել է ու հայատը գործ է անում, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ու ասեմ, չորրորդ կարգի քաղցկեղ, գիտես, բայց Տերը կարգ չի հարցնում, ամեն, Տիրոջ համար նշանակություն չունի, քո մոտ ինչ խնդիր է, ով է քո առաջ ինչ դռներ փակել, երբ որ թագում ես, երբ որ թագես ասում է, կբացվի։ Ամեն, հալելույա։ Դու օրհնված ես։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։